Տարբեր սերունդների աշխատանքները իրենց գույներով և տրամադրությամբ զարմացրին դպրոցի հյուրերին և այցելուներին, այս սրահում ուսուցչի և աշակերտների ստեղծագործություններն են։ Ցուցադրված են դպրոցի տնօրենի նկարները և նախկին շրջանավարտ Մարտուհի Սարգսյանի ազգային տարազներով տիկնիկները։ Թումանյան քաղաքի միջնակարգ դպրոցի տնօրենը սերունդների միջև կապը պահպանելը կարևոր է համարում։ Ես ուզում եմ իմ աշակերտները, ես ամենամեծն եմ, իմ աշակերտները կապ ունենան մեր դպրոցի հետ, որովհետև մեր դպրոցը կոնկրետ ունի թեքում, գեղագիտական, դաստիարակության թեքում ունի, ու դա որովհետև հիմի մարդիկ այնքան շատ ընկել են տնտեսական հարցերի հետևից, շատ մեղք են ժողովուրդը, շատ քիչ բան են սենց տեսնում, սենց հաճելի։ Սա մի փոքրիկ մեղմացնում է մեր հոգին, քաղցրացնում է, շոյում է, ու ես իմ ցանկությունը միայն դա է։ Մարտուհի Սարգսյանը պատմում է, որ սկսել է ստեղծագործել դեռ դպրոցական տարիներից, սկզբում քանդակներ էր անում պարզապես ինքն իր համար, հետո իր աշխատանքները տեսան և գնահատեցին նախ տանը, ապա դպրոցում։ Մեծ պլաստիլինի աշխատանքներ եմ ունեցել, շատ, բազմաթիվ, Թումանյանի բոլոր հեքիաթները աշխատում էի ստեղծել պլաստիլինով, նաև քանդակում էի, քանդակի լցոններ էին բերում ինձ համար գործարանից, նրանց վրա ես ինչով կարողանում էի, մինչև անգամ ասեղով, մեխով գործիքներ էլ չունեի քանդակելու, բայց այդ սերը, այդ ցանկությունը եղել է այդ տարիքից։ Մարտուհին արդեն 40 տարի զբաղվում է հայ ազգային տարազներով, հայկական տարազները ճշտությամբ ներկայացնելու համար օգտվել է հայ ազգային տարազների քարտեզից, ինչպես նաև մատենադարանի նյութերից։ Մենք աշխատելու պահին ունեինք ձեռքներիս տակ 7-8 ամենաշատը 9 տարազ, ավելին չի եղել։ Հիմա ես արդեն հաշիվը չգիտեմ։ Հայրենի դպրոցում Մարտուհին ներկայացրել էր ազգային տարազների 90 գործ։ Տիկնիկները դասավորված են ըստ Տիգրան Մեծի ժամանակաշրջանի աշխարհագրական քարտեզի Ադանայից մինչև Արցախ։ Մարտուհին նշում է, որ տարազներում պահպանվում են հայկական զարդանախշերը, ամեն ինչ ճշգրտությամբ արտացոլելու համար ուշադրություն է դարձվում նաև թելի և կտորի որակին։ Այն կտորները, որ իմ ձեռքի տակ չի եղել, վրձնով, ներկերով կարողացել եմ ստանալ, մի խոսքով ճարմանտները, գլխարկները, տրեխները, գոտիները, ամեն ինչը ապացուցում են այդ գործի իսկության մասին։ Սերունդների երթը շարունակվում է, դա է կարևորագույնը։ Եվ եթե դա չլիներ, այսօր տարածաշրջանում մշակութային միջոցառումների շքերթ չէր լինի, եւ մենք ասես խեղդվում ենք այդ շքերթի մեջ, լավ առումով ենք խեղդվում։ Այս ցուցահանդեսը ներկայացրել է Վանաձորում և Երևանում, արժանացել հայ ազգային տարազների ժողովրդական վարպետի կոչման։ Ափսոսում է, որ տարազները գնահատելու հնարավորություն չունեն Արցախում, չնայած որ արդեն հրավեր է ստացել։ Շատ մեծ ծախսերի հետ կապված աշխատանք է, դրան տեղափոխել է հարկավոր, նորից ետ վերադարձնել։ Մարտուհի Սարգսյանը ստեղծագործում է ոչ միայն այդ բնագավառում։ Դպրոցի աշակերտները հնարավորություն կունենան ծանոթանալ նրա բանաստեղծություններին։ Հայրենի օրրանը խորագրով մանկական բանաստեղծությունների ժողովածուն Մարտուհու թվով 4-րդ գիրքն է։ Սարերի գլխին ամպեր են կապվել, հոն է, մութ ու շատ։ Մայրիկս մեջքին հին շալը կապել, գնացել է վաղ, գիշերը անքում, հոգում ծվարած կարոտով անգին, լույսը չբացված, անցնում մարգեմարկ, ջրում է այգին։ Գոհար Ոսկանյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։